Առած մշակույթի ես չի ապարում, ես Սամդոն Նայիրի Մարգարյանն եմ։ Ավարտել եմ Երևանի Գեղարվեստատատերական ինստիտուտի դերասանական բաժինը 1970 թվականին։ Ստեղծեցի ինքնագործ թատերական կոլեկտիվ։ 1971 թվականին Մշակույթի նախարարությունը իմ ինքնագործ թատերական խմբին շնորհեց ժողովրդական թատրոնի կոչում։ Անգամ մենք բեմադրել ենք Իբսենի Նորա պիեսը։ Հայաստանում ես անկեղծորեն եմ ասում, ճանաչված արդեն ժողովրդական թատրոններ։ Ես երկար տարիներ աշխատեցի, ու հետո երբ փակվեցին ժողովրդական թատրոնները, սկսեցի աշխատել մասսայական միջոցառումների ռեժիսոր։ Մենք այսօր գտնվում ենք այն շենքում, մեր մշակույթի պալատն է, ինձ համար շատ մեծ հաճելի 600 տեղանոց մեծ դահլիճն է, 300 տեղանոց փոքր դահլիճ ունի, սպորտ դահլիճ ունի, որը կառուցվեց 1979 թվականի նոյեմբերին հանձնեցի շահագործման։ Իսկ մինչ այդ մենք տեղ չունեինք վայքում, փորձերն անում էի Զառիթան գյուղի մշակույթի պալատի բեմի վրա։ Իսկ արդեն 79 թվականից հրաշքարծավ ինձ համար այս հրաշալի դահլիճն ու բեմը։ Հիմա ափսոսում եմ, գիտեք ինչ, որ այդ տարիների այդ հրաշալի մշակույթը չկա գործոց, թե չկա էլի։ Ափսոսում եմ, հպարտ եմ ես նրա համար, որ ծնվել եմ Վայոց ձորում։ Ուշ կյանքում իմ այս երկար, նա ինձ մոր նման պահում։ Նա իմ բախտի կամարն է վար, իմ մոր մայրն է թանկանում։ Ինչի՞ս է պետք է, ափերն օտար, եթե ունեմ նման սուրբ հող, ու զավակն եմ ես երկու մոր, սուրբ իմ մոր և Վայոց ձորում։ Նրանց հետ են կապված բոլոր վառ հուշերն իմ թանկ օրերի։ Երևի արդեն հասկանալի դարձավ որ հուշերը։ Այդ դրա համար եմ ես ցավում, որ այսօր ոչ մի թատրոն։ Ախր երկիրը ներկայացնում են մշակույթ աշխարհին։ Դե հիմա միթե այս ժամին, այս օրը ոչ մի ձայն չպետք է լսի մշակույթի պալատից։ Արդեն մեկ տարուց ավել է երևի թե, որ ես անպայման պետք է բեմադրություն անեմ։ Իմ ներսից էլ այդ ձայնն է գալիս, որ ես իրավունք չունեմ անելու դա։ Երևի թե մի սիրելի բանաստեղծություն կարդա, որը անգամ հեղինակն է լսել Պարուշ Սևակը խանգարել։ Ինչի համար։ Չեկած ամար քուն եկավ երկնականար, ձյուն մաղեց մեր բաց գլխին, ձյուն մաղեց կրակի մեզ։ Ձյուն գետերը մեր երերման հոսեցին երակի պես, արի չպրադար, ձողերը շիրին դարձան, վիհերը գերեզման մոց, ջուն վերտուն դար, ամենքար լուր մահարցան, ամենտուն վարման հնոց, բնավեր հավք են դարել, ինչքան բար ողջը եմնում, ինչքան երկ ողջը լալով, զուլում էր, զուլում լավ, թարիդ եմ, հրի սրի, լոգ բանգաղ, լոգ բահմաչ, բնավեր, մեր հայրենի, մեր երկիրն ամայացավ, թողեք ես լռեմ, և թող անդեզու քարերը խոսեն քարերը լեզու, այս ազնումից,
Եվ ինչու։ Պատասխան տվի։ Քարերն ուշտում։ Այս ազգումից եւ ինչով է վատ, որ դատապարտվեց այսքան վատության։ Պատասխան տվեք, քարերն են հարցնում։ Եվ ով, եւ ինչու սրանց հայ կոչեց, որ հանգավորի մի անվայով ու մարդկային արդարություն, թող որ թքնեմ քո